սենց սովորական նստել է եւ ուսումնասիրում է, նայում է տարբեր տեղեր, տարբեր, հա, ու տեսա եւ հասկացա, որ Հիսուս իր մեջքի վրա թույլ տվեք շեշտեմ, որ մեջքի, այն մեջքի, որ խոցերով, ցավերով, արուն լվա այդպես իրավիճակով լցված, դու պատկերացեք ուղղակի նրա վիճակը, հա, այդ ցավերի, այդ տառապանքի վրա նա կրում էր մի փայտե խաչ, որը որ մոտ 315 փաունդ էր դա, ուղղակի պատկերացեք, լավ, եւ այդ 315 փաունդանոց այդ փայտե խաչը, այդ փշոտ խաչը նա միայն չէր կրում, ինչ որ մի կարճ նա կրում էր 3 մայլ դեպի Գողգոթա եւ այդ ամենը հերիք չէր, գլխին է կրում էր մի պսակ, որը որ այստեղ մի փոքրիկ սենց փշոտ, որը արունակամ էր անում նրա ճակատը, նրա գլուխը, հանուն ինչի, հանուն ում, ինձ ու քեզ, որ մտածում ես այնքան անարժան ենք մենք, որ Հիսուսը նման տառապանք ու ցավ կրած լինի հանուն մեզ, որպեսզի մենք հավիտենական կորուս չգնանք, որպեսզի մենք հավիտենական կյանք ունենանք, դուք նայեք Աստծո անսահման, անվերապահ սերը մարդկության նկատմամբ, գիտեք, երբ որ նայում ենք պատմությունները, ինձ թվում է բոլոր ազգերը, բոլոր երկրերը շատ լավ տեղեկացված են մի սիրո պատմության մասին, որը Ռոմեո Ջուլիետն է, հա? Բոլոր ազգերը, երկրերը, բոլորը գիտեն այս մասին, որովհետև շատ գեղեցիկ սիրո պատմություն է, որ տղան իր կյանքը զոհեց հանուն աղջկա, աղջիկն էլ էր պատրաստ իրենը զոհեր հանուն, ասեց կատարյալ սեր կար նրանց մեջ, նրանց այդ սիրո պատմությունը սենց մի թեթև ազդեցություն է թողում մեր զգացմունքների վրա, իրական ճշմարիտ սերը, սիրո պատմությունը, դա Քրիստոս Հիսուսի սիրո պատմությունն է, որ ինքը անսահման սիրով սիրեց իր հարսը, որը եկեղեցին է, որը մենք ենք, այնքան սիրեց Աստծո ժողովուրդ, որ նա պատրաստ էր իր սրբությունը, կատարելությունը, իր գահը թողեր, մեղավոր մարդուց ծնունդ առներ, գար, չարչարվեր, տառապեր, տանջվեր, անարգվեր, թքվեր, պատկերացնում եք խայտառակվեր, լինելով արդար ու կատարյալ, կրեր մեր մեղքերը, մի հատ ամեն մեկը ձեր մեղքը հիմա պատկերացեք, ինչքան մարդկություն ու ինչքան մեղք գոյություն ունի, այդ ամենը առներ իր վրա, հերիք չի դրսևանց տառապանքը մարմնի, մի հատ էլ հոգևոր տանջանք ու տառապանքը, որ ինքը լինելով արդար, նայվում է, դիտվում է որպես անարդար, հելներ խաչը, ում համար, հանուն ում, եթե շատ խորանանք կհասկանանք, ահավոր անարժան ենք եղել դրա համար, բայց որովհետև կա անսահման սեր նրա մեջ մարդկության նկատմամբ, նա մարդու նման չէր նայում, նա սիրո աչքերով էր նայում մարդկությանը, դրա համար նրա համար դա պատիվ էր, որ մարդկության փրկության համար իր վրա առներ բոլոր մեղքը։ Էլի եմ ասում, Ռոմեո Ջուլիետը շատ հայտնի պատմություն է, բայց զրո է մեր փրկչի մոտ այն ինչ ինքը արեց, հանուն սիրո, հանուն իմ ու քո սիրո Աստծո ժողովուրդ։ Եվ գիտեք, էլի եմ ասում, Ռոմեո Ջուլիետի այդ պատմությունը ազդեցություն թողեց մարդկանց զգացմունքների վրա, բայց Քրիստոս Հիսուսի խաչի գործը ազդեցություն թողեց ողջ մարդկության վրա, մեր փրկության վրա, դուք հասկանում եք ինչ, այնքան որ զուր պատմություն չի, որ լսում ենք ու անցնում է, այս պատմությունը փոխեց յուրաքանչյուրիս մտածելակերպը, յուրաքանչյուրիս կյանքը երկրի վրա և մեր փրկության գինը վճարվեց, մենք այսօր կարող ենք հաղթական քայլել և ասել, երբ որ շատ են խոսում
Ամերիկայից դիփորտ են անում, են անում են, որտեղից ուզում են թող ինձ դիփորտ անեն, բայց երկնքից հո չեն կարող դիփորտ անել։ Դուք ուրախացեք երկնային քաղաքացիներ կոչվելու համար։ Երկրայինը ժամանակավոր է, ունայն է, կանցնի մի օր, բայց երկնայինը հավիտենականը, ոչ մեկ մեզ չի կարող երկնքից կտրել, ոչ մեկ մեզ չի կարող Աստծո սիրուց կտրել, որտեղ այս սերը այնքան հաստատուն սեր է, որ ասում է ոչ բարձրություն, ոչ ցածրություն, ոչ խորություն, ոչ լայնություն, ոչ հրեշտակներ, ոչ մարդ, ոչ ոք, նույնիսկ դուք չես կարող իմ սիրուց կտրել։ Դուք սեր պատկերացրեք։ Եվ այսօր նայում ես գրքեր, պատմություններ, հա, Ռոմեո Ջուլիետ խոսում են սիրո պատմություն, ինչու չենք բարձրաձայնում Աստծո պատմությունը, նրա սիրո պատմությունը, որ այսօր մեզ փրկություն ա տվել, որ նրա պատմությունը միայն պատմություն չի, այլ կյանքը, հավիտենականությունը, ամեն։ Եթե դու ճաշակել ես այս իրական սերը, ես քեզ խոստանում եմ, երբեք չես կարող դու համակերպվել սրանից պակաս սիրո հետ, որտեղ դու արդեն գիտես ճշմարիտ սերը որն է, ճշմարիտ սերը նա է, որ եթե սիրում ես, զոհում ես, եթե սիրում ես, զոհում ես, եթե քո սիրո մեջ զոհաբերություն չկա, դա լոկ խոսքեր է եւ առանց գործի զգացմունքներ է։ Եթե դու սիրես դիմացինին, եթե դու սիրես մարդկանց, դու շատ բան քո կյանքում թանկ բաներ, որը քո եսն է, որը քո պատիվն է, որը քո անունն է, կզոհես հանուն այդ սիրո, որ դու շահես դիմացինին։ Հիսուս դա արեց։ Հիսուս զոհեց իր անձը հանուն սիրո։ Դրա համար տղամարդկանց ինչ խրատեց, ամուսիններին ինչ ասաց սիրեք ձեր կանանց այնպես, ինչպես ես իմ եկեղեցին, ես իմ եկեղեցուն թևերս փռած պաշտպանել եմ, ես իմ եկեղեցու համար կյանքս եմ դրել մահացել եմ, ես իմ եկեղեցու մեղք առել եմ իմ վրա, որ իմ եկեղեցին, այսինքն իմ հարսը կատարյալ երևա։ Տեսնում եք սեր, հիմա ամուսիններ, համեմատական նայեք ձեր սերը Հիսուսի սիրո հետ եւ շատ բան այսօր փոխվելու է, շատ բան։ Գիտեք, կանանց շատ ենք ճնշում ես եկեղեցում, ժամանակն է տղամարդիկ, դուք եք ձեր դասը առնեք Տիրոջ մեջ, ամեն, որովհետեւ Աստծո ժողովուրդ տան գլուխը ամենակարևորն է։ Երբ որ տան գլուխը տղամարդը որ կանչված է, շատ անգամ երբ որ ասում ես տան գլուխ, տղամարդը մի անգամից մտածում է ուժ, ձայն, պահվածք, ձեռք, բռունցք, հա, տան տղամարդը, երբ որ տան գլուխն է, իրական տան գլուխ տղամարդու գլուխը Քրիստոս Հիսուսն է, երբ որ Քրիստոս Հիսուս տան տղամարդու գլուխն է, այդ ընտանիքը հաստատված է, որտեղ այդ ընտանիքում չկա իմ ու քոն, այդ ընտանիքում կա Աստծո կամք, Աստծո կամք, ամեն բանի մեջ փնտրում ենք Աստծո կամք, ամեն։ Սրանից հրաշալի սիրո պատմություն ես երբևէ չեմ լսել։ Աշխարհում կարծում էի Ռոմեո Ջուլիետն է, զրոյա։ Իրական սիրո պատմությունը մեր Քրիստոսի գործն է, որ հանուն ինձ իմ նման մեղավորի իր կյանքն է տվել։ Եվ այսօր ես պարծանքով ու հաղթական քայլում եմ, որովհետև փրկվել եմ, որովհետև կյանքս է օրհնվել ումով Հիսուս Քրիստոսով։ Ամեն։ Աստծո ժողովուրդ, Հիսուսի խաչի գործը ցույց է տալիս Աստծո սիրո բարձրագույն դրսևորումը եւ հնարավորություն է տալի յուրաքանչյուր մարդ, ոչ միայն եկեղեցին, մենք որ հավատում ենք, այլ յուրաքանչյուր մարդ արարած, մեղավոր մարդիկ, ինչ մեղքի մեջ ուզում ես եղիր, կապ չունի ինչ զզվելի մեղքերի մեջ ես կյանքում եղել, կապ չունի, այս սերը հնարավորություն է տալի քեզ փրկվես, ինչի միջոցով, հավատքի միջոցով, շատ պարզ, դու կարող ես ժառանգել այս սերը եւ հաղթությունը եւ հավիտենականությունը մի պարզ բանով, հավատքի
միջոցով։ Եվ այսօր Սուրբ Հոգին հենց վերնագիրը սրտումս որ դրեց, որ վերնագրեցի, հավատա կփրկվես դու եւ քո տունը։ Եկեք ամեն ասենք այն ժամանակ, երբ որ լսենք մնացածը։ Գեղեցիկ է լսենք, փրկվում ենք ու մեր տունն է փրկվում, բայց մենք քայլեր պիտի անենք այդ փրկության համար։ Ոչ միայն հավատք, սովորական հավատում եմ, այլ այդ հավատքը գործունյա, կենթանի, կենթանացնող հավատք, որպեսզի փրկվենք իրոք մենք եւ մեր տունը։ Եթե ես ասեի Տեր, ես քեզ հավատում եմ, ու պարզապես իմ գործերը, իմ կյանքը հավատքի գործեր չլիներ, չփոխվեր իմ կյանքը, իմ միտքը չնորոգվեր, ես նույնը մնայի ինչ որ էի անցյալում եւ իմ ընտանիքի, իմ ամուսին, իմ երեխաները ինձ տենային նույնը, իմ տունը չէր փրկվի։ Դրա համար մենք հասկանում ենք մի բան, այս խոսքը, որ Տերը այսօր քեզ ասում է կփրկվես դու, հավատաս եւ քո տունը, սկսում է քեզանով, ասում է սկսի քո տնից, հետո գնա Սամարիա եւ աշխարհի մնացած ծայրերը։ Հիմա սկսում է մեզանով։ Մենք կարող ենք աշխարհին քարոզել, բայց մեր տունը կորցնել։ Ումա պետք աշխարհը շահեմ, անձս կորցնեմ։ Դրա համար Տերը սկսում է մեզանով։ Մեր միտքը պետք է նորոգվի։ Մեր միտքը պետք է փոխվի, ոնց է դա փոխվում Աստծո խոսքով։ Այն ինչ որ հիմա դուք նստել լսում եք, սա ջուր է, որ լվանում է մեր միտքը։ Հա? Աստծո խոսքը այն զորությունը ունի, այն եկսայրեսուրն է, որ մտնում է երիկամունքներ, մտնում է քո սրտի այն ամենախոր տեղերը, որ սկի դու չգիտես էդի քո մեջ բնակվում է, մտնում է այդ տեղերը եւ կտրում է։ Սկսում է թլպատել, մաքրել, որպեսզի մեզ փոխի, լույս սարքի, որպեսզի այդ լույսը տարածվի մեր տան մեջ, որպեսզի մեր ընտանիքը նաեւ փրկվի։ Այս խոսքերը Շիղան եւ Պողոս Առաքյալը եւ Շիղան, երբ որ նրանք բանտում էին, երբ որ բանտապետը կհիշեք պատմությունը, մի քանի շաբաթ առաջ պատմել եմ, երբ որ նրան ասացին Պողոսին եւ Շիղան, ինչ անենք, որ փրկվենք։ Այսինքն ուղղություն տուր մեզ, ինչ անենք, որ փրկվենք։ Պարզ պատասխանեցին երկուսն էլ։ Ասացին սա պետք անես, հավատա, կփրկվես դու եւ քո տունը։ Եվ այդ օրը իր տան մեջ ամբողջ փրկություն եղավ։ Դու պատկերացնում եք բանտապետ մարդ, դրանք մի տեսակ խիղճ չունեն, ուրիշ տիպի մարդիկ են, հա, ու այդ մարդը ուղղակիորեն սենց խոնարհվեց Աստծո առաջ եւ ինչ եղավ, փրկվեց ինքը ու իր տունը։ Քանիսները տեք այսօր այստեղ նստած, ասում ուզում եմ փրկվեմ ես եւ իմ տունը։ Աստված ասում է հավատա։ Հավատա, այսինքն կենթանարար, այդ կենթանի հավատքով հավատա, որ քո հետ կսկսեմ իմ գործը եւ կփրկեմ քո տունը։ Կարանք ասենք հիմա ամեն։ Հիշեք, ոչինչ չի փոխվել։ Հիսուսի մահը աշխարհի համար այսօր, այս օրերը որ գալիս են, երբ որ լսում են Հիսուսի մահ, աշխարհը անմիջապես մտածում է պարտություն, թուլություն, տկարություն, խաչի վրա էր, Աստված էր, թող իրան խաչից իջեցներ։ Եթե ինքը Աստծո որդի էր, թող իրան խաչից իջեցներ, բոլորը կտեսնեին, կհավատային ու կապաշխարեին։ Աստծո սկզբունքները այդպես չի գործում։ Աստված ասում է հավատա, որ տեսնես, չհավատաս չես տեսնի։ Իսկ նրա հարություն առնելը, նրա խաչից իջնելը, կենթանանալը, դա հոգևորապես քո մեջ է կատարվելու, եթե դու հավատաս։ Իսկ եթե դու հավատաս, այն ժամանակ կենթանի Աստված քո մեջ կկենթանանա եւ դու կտեսնես Հիսուսին ոչ միայն մսուրում ծնված մի մանուկ պատմություն, այլ իրապես հարություն առած Քրիստոս Աստված, որ քո մեջ է, որ նստել է քո սրտի գահին ու թագավորում է քո կյանքում։ Ինչպես դա կիմանաս, պարզապես պտուղներից, քո կյանքի պտուղներից, այն բաները, որ դու մեղքի կյանքում սիրել ես անել, հանկարծակի քո մեջ կգա մի հատ փոփոխություն, կհասկանաս, որ այդ բանը, որ իմ ամենասիրած բանն է եղել անեմ, ինչա իմ մեջից հեռացել, ինչու այլևս ես այդ ցանկությունը փափագ չունեմ, որովհետև Աստված քո մեջ կենթանացել է, հարություն է առել քո մեջ, դրա պատճառով էլ դու այլևս չես կարող խաղալ, դու արդեն կամանց սկսում ես սրբվել։ Գիտեք, Աստծո խոսքը մեզ ասում է վերջի ժամանակներում
պղծերը ավելի են պղծվելու։ Բոլոր նրանք, ովքեր Աստծուն չեն ընդունում, ովքեր մերժում են, ավելի պղծվելու են։ Ավելի շատանալու է իրանց մեղքն ու պղծությունը իրանց կյանքերում, բայց ասում է սուրբերը ավելի են սրբվելու։ Ինչը ամեն բան մեր կյանքում, որ պիղծ ա եղել սրբվում է, ասում է Մույսին, սրբվում է, ասում է գնալով գնում ենք սրբության, որովհետև գնալով հելնում ենք դեպի ուր, դեպի Գողգոթա։ Երանի այն մարդկանց, ով հասկանում են Տերը ինչ ա խոսում։ Սուրբ Հոգին ասում է, ով ականջունի թող լսի, աշխարհը այսօր Հիսուսի մահը տեսնում է պարտություն։ Բայց մենք, ասում է խաչի գործը նրանց համար հիմարություն է, բա մենք մեր համար հաղթանակի տոնն է։ Դրա համար եմ ասում, հաղթանակի տոնն է Քրիստոսի ծնունդը, նրա ծնված օրվանից մինչև նրա հարությունը, նրա համբարձվելը մեր հաղթանակն է, որ մենք պետք է ամեն ժամանակ տոնենք, ամեն։ Հիսուսի ծնունդը մեր հաղթանակի օրն է։ Եթե Հիսուս չծնվեր, մենք չէինք փրկվի։ Եթե Հիսուս չծնվեր, մենք չէինք բժշկվի, որտեղ նրա վերքերն ա, որ բժշկեց մեր հիվանդությունները, նրա վերքերով ենք մենք ազատագրվել, նրա վերքերով ա, որ մեր ընտանիքները այսօր փրկվում են։ Դրա համար պետք է մեկտեղ ամեն ժամանակ Աստծո սուրբերս փառք տանք Տիրոջը։ Եթե բան չունենաս գոհանալու, հա, կյանքդ քաոս ա, ֆինանսականդ ընկած, առողջականդ ընկած, ինչ ասեմ, հոգևոր վիճակդ ընկած, եթե բան չունես, որ գաս ասես շնորհակալ եմ, մի բանի համար արժի գաս, իր ծնունդի համար, որ ինքը ծնվել է, որ ինքը կա, որ ինքը իրական է, ամեն, ամեն։ Մեր փրկիչ իր մահով հաղթեց մահը և հաղթեց մեղքը։ Դրա համար Պողոս առաքյալը այս խոսքերն է ասում առաջի Կորինթացիս 15:55-ում, որը մեզ է վերաբերվում, ով մահ, պատկերացնում ես մահի հետ է խոսում, ուր է քո խայթոցը, գերեզմանի հետ է խոսում, ասում է ով գերեզման, ուր է քո հաղթանակը, այսինքն հաղթել եմ ես Քրիստոսի մահով, մահը և գերեզմանը։ Ժողովուրդ, ես ձեր տեղը լինեի կցնծայի, այնքան սենց մի տեսակ սառը, մի հատ ցնծացեք, լավ, փառք տվեք Տիրոջը, Աստծո տունը պիտի ցնծա Տիրոջ ներկայությունով։ Սենց բթացած չպիտի նստենք, oh yeah, okay, maybe, no, maybe չկա, ես ինչ խոսում եմ, Աստված ա խոսում ձեր հետ, maybe չկա ստեղ։ Եթե ես ձեզ ասում եմ մահը պարտվել ա, մեղքը պարտվել ա, ինչու եք սառած ինձ նայում, ցնծացեք, փառք տվեք Տիրոջը։ Մենք մահ չենք տեսնելու, մենք ասածս նրանք, ովքեր Հիսուսի հետ կքայլեն և Հիսուսի սուրբ անուշ քաղցր հոգին, որ մեր մեջ բնակվում է սուրբ հոգին, նրան հնազանդ կլինեն։ Այդ դրանք են հաղթողները լինելու, այդ դրանք են հաղթելու, ասում է ով մինչև վերջ դիմանա հաղթելու է։ Ցավոք սրտի ամենամեծ ամբոստությունը, ամենամեծ խաբեությունը վերջի ժամանակներում ա գալու հիմա և շատերը շեղվելու են ու հեռանալու են Աստծուց։ Դրա համար եմ ասում, ինքդ քեզ քննիր, հա, ինքդ քեզ քննիր, ինքդ քեզ նայ որտեղ ես կանգնած, որպեսզի այն բարի գործը, որ Աստված քո մեջ սկսել ա, հանկարծ գաճաճ վիճակում չմնաս, գնաս դեպի հաղթանակ, որովհետև խաչը կար, բայց Գողգոթա տանջանքները, չարչարանքները կար, հալածանքները, բայց դեռ Գողգոթա կար։ Եթե Հիսուսը չարչարվեր, ծեծվեր, թքվեր, անարգվեր, հա, նրան վերջի ձևով նվաստացնեին, բայց խաչ չհելներ, մեր փրկությունը չէր կատարվի։ Մենք կհալածվենք, կանարգվենք, մարդիկ կծաղրեն, որ եկեղեցի ենք գալի, ուշադիր լսեք, հարազատ մարդիկ կծաղրեն, որ եկեղեցի ենք գալի, հիշեք, երբեք հարցակումը օտարից չի գալի, օտարից գա մեր վրա ազդեցություն չի ունենա, ինչ ուզում են խոսան, իսկ երեսները չեմ էլ տենում, բայց գալու է մտերիմներից հալածանքը, Հիսուսին հալածողները ու խաչին հանողները իր ընտրած ժողովուրդն էին,
Հիսուսին երկրի վրա անարգողները ու չընդունողները, չհավատացողները իր բարեկամներն էին, իր քաղաքի ժողովուրդն էին։ Ինչ եմ փորձում ասեմ, եթե Հիսուսը հալածանքը կրեր, խաչը չկրեր, մեր հաղթությունը չէր կատարվի։ Մենք հալածանք կկրենք, բայց պետք է ելնենք Գողգոթա։ Գողգոթայում յուրաքանչյուրս պիտի խաչվենք։ Ինչպես այն ավազակը Հիսուսի մոտ խաչվեց, մենք էլ պետք է խաչվենք։ Այսօր երբ որ ներս մտա, հետաքրքիր էր, կանգնած էի եւ մտածում էի, քույրերից մեկը ասաց, «Այս խաչը ստեղ դրել եք, մի հատ էլ են մի կողմը դնեիք, հա»։ Այնքան գեղեցիկ խորհուրդ իմ համար բացվեց, մուք հա չէ ինքը։ Ու տեսա Հիսուս արդարը մեջտեղում խաչված էր եւ նրա երկու կողմը խաչված էին ավազակները։ Տեսնում եք այս մուքը ու այս սպիտակ այնքան աչքին գնողը, գիտեք սա ինչ խորհուրդ ինձի տվեց, Հիսուսի արդարությունը գծվեց այդ ավազակի վրա։ Դրա համար նրան ասաց, հավատացիր, որ ես Աստծո որդին եմ։ Այսօր ինձ հետ Աստծո արքայության մեջ ես մտնելու։ Աստծո ժողովուրդ, մենք պետք է այդ ավազակների պես խաչը հելնենք։ Երբ որ մենք խաչվենք, այն ժամանակ Հիսուսի խոստումները կիրականանա մեր կյանքում։ Ասում է, «Օհ մահ, ուր է քո խայթոցը, գերեզման ուր է քո հաղթությունը, մահի խայթոցը մեղքն է, եւ մեղքի զորությունը օրենքը, Մովսեսի ձեռով տրվեց օրենքը, բայց շնորհակալություն Աստծուն, որ տվեց մեզ հաղթություն մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռով»։ Հիսուսը ներկայացվում է բարձրագույն զոհը, որպես անարատ գառնուկը, որ մորթվեց իմ ու քո համար։ Դա համար երբ որ ասում են մատաղ եմ անում, ասում եմ ինչ ես անում, ինչ մատաղի մասին է խոսքը, ինչ մատաղ կարաս դու անես քո խմիչքի կենացներով, որ Աստծո առաջ ընդունելի լինի։ Երբ որ հայրը իր որդուն է մատաղ արե մեր համար, էլ ինչ զոհա նրա առջև ընդունելի, ամենամեծ զոհը որ տրվեց, դա գառնուկն էր անարատ, որը Հիսուս Քրիստոսն էր, որը թափվեց իր այրունը, որ այսօր իր այրունը ունի այն զորությունը, որ դեռ կենթանի է եւ մաքրում է մեր մեղքերը։ Հիսուս իր վրա վերցրեց ողջ աշխարհի մեղքը։ Դա համար երկրորդ Կորինթացիների 5:21 համարում Պողոս առաքյալը գրում է այս խոսքերը, ասում է, որովհետև Աստված նրան, որ մեղքը չգիտեր, մեզ համար մեղք արավ, որ մենք Աստծո արդարությունը լինենք նրանում։ Հիսուս մեր մեղքերի պատիժը առնելով իր վրա, բավարարեց Աստծո ժողովուրդ ջան, Աստծո արդարադատությունը, որ մենք արդարությամբ պիտի դատվենք, բոլորս դժոխք էինք եթում։ Չկա ստեղ մեկը, որ կարող էր փրկվել, ոչ ոք, բոլորս դժոխք ենք գնում, բայց որովհետև նա գինը վճարեց, արուն թափվեց հոգիների փրկության համար, այսօր մեզ մնում է մի բան, հավատանք ու կենթանի հավատքով ապրենք։ Եթե այդ կենթանի հավատքով մենք ապրենք, կփրկվենք մենք եւ մեր տունը։ Նրա մահը կարծես կամուրջ էր, հա, մեղավոր մարդկանց, մեղավոր իմ, մեղավոր եւ Սուրբ Աստծո միջև հաշտության։ Գիտեք, մինչ Հիսուսի մահը Աստված եւ մարդը թշնամի էին միմյանց։ Մենք Աստծո թշնամիներն ենք եղել, որտեղ անարգել ենք Աստծո խոսքը, անարգել ենք Աստծո ով լինելը, մեծությունը, անարգել ենք, որ նրա ստեղծագործությունն են։ Գիտեք, Աստված ամենակարևորն է, բայց Աստծուց հետո կարևոր մարդն է։ Այնքան թանկ է մարդը Աստծո համար, դուք ուղղակի պատկերացեք, որ ինքը պատրաստ էր իր անձը զոհեր, որ մարդը փրկվի։ Պատկերացեք, ինչքան կարևոր ես դու, ես Աստծո համար։ Եկեք թռուցիկ չնայենք այս վիճակին, նայենք, որ մեծ գին է վճարվել, որ մենք փրկվենք ու մենք արդարանանք Աստծո առջև։ Նրա մահը էլի կամուրջ դարձավ, որ մենք այսօր հաշտություն ունենք Աստծո հետ։ Նրա մահն էր, որ ճեղքեց այդ վարագույրը, կխնդրեմ երեխաներին ձեր մոտ պահեք, ճեղքեց այդ վարագույրը, ինչի միջոցով այսօր մենք ոչ մեկի կարիքը բարեխոսման չունենք, մենք եկանք Աստծո առջև,
հայրիմ, հայրը լսում է։ Այսօր մենք ունենք ազատ դուռ, որ կարող ենք դրանով մտնել ներս եւ մեր հոր հետ հաղորդակցվել։ Եվ այդ կամուրջը միակ բարեխոսը Հիսուսն է մեր համար։ Հիսուսը, ուրիշ բարեխոս չկա, ոչ մի սրբեր, ոչ ոք, ոչ մի հրեշտակներ, ոչ ոք չեն կարող բարեխոսել։ Միայն մեկ միջնորդ կա եւ նրա անունը Քրիստոս Հիսուսն է, որ իր կյանքը տվեց մեր համար, իր կյանքը դրեց մեզ համար Աստծո ժողովուրդ ջան, որովհետև սիրեց մեզ անսահման սիրով։ Գիտեք, Աստծո խոսքը մեզ սովորեցնում է մարմնի մեջ տարբեր անդամներ կան, հա? Ձեռք, ոտք, քիթ, բերան, աջ, գլուխ, տարբեր անդամներ կան։ Եվ եկեղեցին է նաև տարբեր անդամներ կան եկեղեցու մեջ։ Մենք շատ արագ դատում ենք սրան եկեղեցին, նրա եկեղեցին, ինչու սրա եկեղեցում, ասենք, ոտքի վրա չեն երգում, կամ ինչու սրանց եկեղեցում ծափ տալով են երգում, ինչու սրանց եկեղեցում գոռում են այո ամեն, մի տեսակ ցնծություն կա, ինչու նրա այս եկեղեցու առաքելությունը սերն է։ Հովանու 3:16 համարը կատարյալ խոսում է սիրո մասին, որ այնքան սիրեց, որ զոհեց։ Եվ այսօր մենք կանչված ենք դրա մեջ, որ զոհենք բաներ, որ մեզ թանկ է, որ Տերը բարի է, ամեն։ Թույլ տվեք այսօր շեշտը դնեմ Հովանու 3:16 համարի մեջ, երբ Աստված այնքան սիրեց, զոհեց, ով որ հավատա, ասած չի կորչի, հավիտենական կյանք կունենա։ Թույլ տվեք շեշտը դնեմ հավատքի վրա, լավ, ով որ հավատա, հավիտենական կյանք կունենա։ Հավատքը շատ կարևոր բան է, եւ յուրաքանչյուրս գիտենք, որ մենք ապրում ենք շատ դառը դժվար ժամանակներում։ Եվ սատանու մի նպատակն է գողանա մեր հավատքը, փչացնի եւ կործանի հավատքը։ Եթե ինքը կարողացավ քո հավատքը փչացնել, նա հաջողված է քո կյանքում։ Եվ մենք Աստծո ժողովուրդս պետք է պայքարենք ու պատերազմենք մեր հավատքի համար, ամեն։ Պինդ բռնենք մեր հավատքը, չուրանանք մեր հավատքը, քիչ առաջ ինչ էինք երգում, հավատքս չեմ ուրանա, հա, մենք այնքան պատերազմենք, որ չուրանանք մեր հավատքը, հա, չվաճառենք մեր հավատքը, շատերը վաճառում են հանուն ֆինանսների, հանուն մարդահաճո լինելու, չվաճառես ճշմարտությունը, միակը նա էր, որ վաճառեց, դա Հուդան էր, Հուդան իր հավատքը Հիսուսին 30 արծաթով վաճառեց հանուն ինչի փողի։ Սատանան գալու է եւ առաջարկի մեզ բաներ, որ կտրի Աստծուց, կտրի Աստծո տնից, կտրի մարմնից, կտրի եկեղեցուց, իր հոտից։ Հիշեք մի կարևոր բան, Հիսուսի օրինակը ինչ էր, որ մենք գառնուկներ ենք փարախում եւ նա մեր բարի հովիվն է, ամեն։ Բարի հովիվը իր գավազանով է հսկում իր հոտին, իր գառնուկներին, որ հանկարծ գառնուկներին մեկին գայլերը չհոշոտեն, հանկարծ գառնուկներից մեկը բթացած չգնա, որովհետև գառները սովորություն ունեն, գլուխները կա խոտը ուտելով գնում են, կարան գնան ու տենց սարից ընկնեն ու սատկեն։ Ինքը ամեն ժամանակ այդ գավազանը պահած հսկում է իր հոտին, որ հանկարծ գառնուկներից մեկը չկորչի։ Նույնիսկ ասում են 99-ին թողում է, վազում են մի հատ մոլորվածի հետևից։ Դուք նայեք ինչ աստիճան սեր կա սրա մեջ եւ ինչ ենք հասկանում։ Մենք պետք է պատերազմենք մեր հավատքի համար, չուրանանք մեր հավատքը եւ ամենակարևոր, ամենավտանգավոր բաներից մեկը ասեմ, անտարբեր չլինենք մեր հավատքի նկատմամբ։ Մեր հավատքի համար պատերազմել է պետք։ Դուք գիտեք, որ մենք այս կյանքը, որ պիտի ապրենք մինչև այն օրը, որ պիտի երկինք մտնենք, մենք պիտի պատերազմենք մեր հավատքի համար։
Պողոս Առաքյալը այս մասին վկայում է, ասում է երկրորդ Տիմոթեոս 4:7 համարում, ասում է բարի պատերազմը պատերազմեցի, ընթացքը կատարեցի, հավատքս պահեցի։ Այսուհետև մնում է ինձ արդարության պսակը, որ Տերը կտա ինձ այն օրը, արդար դատավորը եւ ոչ միայն ինձ, այլև ամենին, որ սիրեցին նրա հայտնությունը։ Մենք պետք է պատերազմենք հավատքի համար։ Հիսուս Աստծո սիրուց մղված կամավոր կերպով զոհաբերեց իր կյանքը հանուն մարդկությանը, որ մենք կյանք ունենանք։ Հովանու 10:10 ասում է, ես եկա, որ դուք կյանք ունենաք ու ավելին ունենաք։ Հիմարը կմերժի սա, իմաստունը կուզի ապրել եւ ոչ միայն ապրել, այլ հավիտենականության մեջ ժառանգորդ դառնալ, ամեն։ Դրա համար մենք պետք է ամեն ժամանակ հսկում անենք մեր հավատքի համար, պատերազմենք մեր հավատքը պինդ պահելու համար։ Հիսուսի զոհաբերությունը հաճախ նկարագրվում է որպես մեծ փոխանակում։ Ուրեմն սենց ենք նայում, որտեղ նա Հիսուս լինելով արդար ու կատարյալ առավ իր վրա մեր մեղքերը, փոխանակեց, ինքը երևաց մեղավոր, իր արդարությունն է հագցրեց մեզ, մենք երևացինք Աստծո աչքին, Հայր Աստծո աչքին արդար անմեղ։ Տեսնում եք ինչ արեց նա, ասաց Հայր, բոլոր աշխարհի մեղքը իմ վրա եմ առնում։ Բոլորին դու նայի որպես ինձ ես տեսնում։ Այսօր որ Հայր Աստված մեզ նայում է, այլևս Աստված չի տեսնում ինձ Սիլվին իր առջև կանգնած, նայում է ինձ իր որդու այրանտակ ծածկված, որտեվ եթե ինձ տենա ես երկինք չեմ հելնի, բայց որտեվ որդուն է տեսնում իմ մեջ, իմ վրա, ես հագել եմ Քրիստոս, ուրեմն ես արժանացել եմ Քրիստոսի արած գործով եւ դրա համար ես դարձել եմ երկնքի թագավորության ժառանգորդ, ամեն, ապրես։ Աստծո ժողովուրդ, Հիսուս խաչի վրա մինչ իր հոգին ավարտել է մի խոսք ասաց կատարված է։ Ինչի մասին էր խոսքը, պատկացեք արդեն վարկյաններ հոգին պիտի տա, ասաց կատարված է, այսինքն փրկության գինը կատարված է, վճարված է, ոչ ոք, որ իրան հուսա ու հավատա ու իր կյանքը տա Տիրոջը, ապաշխարի զղջա եւ նրանից վերստին ծնվի, դժոխք չի ժառանգի, կատարվեց, ամեն։ Սա խորհրդանշում է նրա առաքելության ավարտը, որ նա եկավ աշխարհ, փնտրեց մեղավորներիս, փրկեց կորածներիս եւ ինչ փրկության գինն էլ վճարեց։ Այ հիմա կարանք ծապտանք ու փառքտանք Տիրոջը։ Եվ սրա մեջ ասում, եթե հավատաս այս լուրին, կփրկվես դու եւ կփրկվի քո տունդ։ Ամեն։ Եբրայեցիս 11:6 համարն ասում է, բայց առանց հավատքի անկարելի է հաճո լինել Աստծուն, որովհետև Աստծուն մոտեցողը պետք է հավատա, թե նա կա եւ թե իրան խնդրողներին վարձահատույց կլինի։ Ինչ է հավատքը, որտեղից է մեր հավատքը զորանում։ Ես կուզեմ մի օրինակ տամ, դուք հասկանաք ինչ եմ փորձում ասեմ։ Որքան էլ թանկարժեք մեքենա ունենաս, ավտոմեքենա, եթե նրա մեջ չլինի բենզին, դու չես կարող դա վարել։ Այսինքն ձևի համար դա կարող ես պահել, բայց չես կարող վարել։ Դու պետք է բենզին լցնես, որ կարողանաս այն վարել, հա? Եթե մենք ունենք հավատք, բայց չկա զորությունը Տիրոջ, մենք կերպարանք կունենանք երկրի վրա, կարծես հավատացյալներ, հոգևորներ, բայց մեր գործերը այլ բան կցույց տա։ Դրա համար մենք այս հավատքը ինչի մասին Տերը լսում, խոսում է, այս հավատքը ամեն ժամանակ պիտի ինչ արվի, լցվի, իսկ ո՞նց է լցվում, լսեք։ Եբրայեցիս 11:1 ասում է, հավատքը հուսացած բաների հաստատությունն է եւ չերևացող բաների ապացույց է։ Եվ ինչով է հավատքը լցվում,
լսելով Աստծո խոսքը։ Աստծո խոսքը կարծես լինի այն բենզինը, ինչի մասին նոր քիչ առաջ ասացի, որ դա լցնում է մեր հավատքը, նորոգում է, զորացնում է մեր հավատքը։ Եթե մի մարդ ոչ եկեղեցի է գնում, որը որ Աստված պատվիրեց մեկտեղ հավաքույթը չթողնեք, ոչ աղոթքների ժողովի է մասնակցում, ոչ աղոթքի կյանք ունի, ոչ Աստծո խոսքը ընթերցում, հա? Իրա շուրջը շրջապատված է աշխարհային մարդկանցով, չունի հոգևորներ, որ իրան լցնեն, խոսան Աստծո խոս։ Ինչպես կարող է այդ մարդու հավատքը կենթանի հավատք լինի։ Դրա համար էլ գալի ասում են, բա ոնց է, ես չեմ փրկվել, չեմ մանում փրկվել եմ, թե չէ, լետի հարցական է, չեն էլ իմանում փրկվել են, թե չէ, չունեն հայտնություն իրանց մեջ։ Հələ չգիտեմ, բա ընտանիքս է չի փրկվել, երեխեքս էս, կինս էս, ամուսինս էս, որովհետև դու գործ չես անում հավատքի, քո հավատքը պիտի գործեր անի, մեզանից պահանջում է, որ մեր հավատքը լցվի, զորանա և սկսենք պտուղ տալ։ Խոստանում եմ ձեզ, այսօր այստեղ, որ նստեցիք ու այս խոսքերը լսեցիք, շատ բան է ձեր մեջ փոխվելու այսօր։ Որոշ մտածելակերպ, որ աշխարհային կերպով էիք մտածում, հիմա ձեր մեջ շիֆտ է լինում, Տերը փոխում է, որ եթե ուզում եմ իմ հավատքը զորանա, ես միայն չունենամ աստվածապաշտության կերպարանք, ունենամ կյանք, հաջողակ, հաղթական հոգևոր կյանք, ես պետքա լցվեմ, ես պետքա Աստծո խոսք ընթերցեմ, ես պետքա իմ կողքը շրջապատվեմ Աստծո մարդկանցով, ամեն։ Ողջ հին կտակարանում տեսնում ենք հավատքի մարդիկ ինչ հրաշքներ, ինչ զորություններ, ընդեղ Ենովքը, հա, հավատքով ինչ արեց, հավատաց ինքը չի մեռնելու, չմեռավ, հափշտակվեց։ Նոյը հավատքով ինչ արեց, տապան շինեց, որը հիմարություն էր աշխարհի համար, տապանը շինեց, փրկվեց ինքը ու իր տունը։ Մի հատ անկեղծ ասած անհասկանալի պատմություն, Ռախաբը մարմնավաճառ կին էր Երիքովում, կհիշեք, երբ որ արդեն Հեսուն պետք է ժողովուրդը մտցներ, խոստացման երկիրը պիտի մտնեին, երբ որ լրտեսներ ուղարկեցին այնտեղ, այս ոչ ոք չեր ընդունել, բայց այս մարմնավաճառ կինը հավատաց Աստծուն և լրտեսներին առավ ու իրան ստանը պահեց, թաքցրեց, որ չսպանեն, Աստծո աչքին հաճելի թված դա, ասում ես, նայում ես, ոնց կլինի այդ անառակ կինը, էլի, ոնց կարա դրա, բայց Աստծո աչքին հաճելի էր նրա հավատքը, գիտեք ինչ եղավ, երբ որ լրտեսները նրան ասին կարմիր թաշկինակը կապիր այդ քո տանդեմը, երբ որ մենք կներխուժենք, կմտնենք ու կքանդենք, կսպանենք ժողովուրդը, երկիրը, այս քաղաքը կառնենք մեզ, եթե դու դռանդ առջև այդ կարմիր թաշկինակ ունենաս, կարմիր թաշկինակը ինչն է ներկայացնում, Հիսուսի այրունը, ասաց կփրկվես դու ու քո տունը, գիտեք ինչ եղավ, այս անառակ կինը, այս մարմնավաճառ կինը փրկվեց, ինքը ու իր տունը, ով իր տան մեջ կար, բոլորը փրկվեցին, հանուն ինչի, հավատքի, պատերազմեք ձեր հավատքի համար, պատերազմեք ու պայքարեք ձեր հավատքի համար, միգուցե կրակի մեջ ես, զգում ես, մի տեսակ ճնշված է քո վիճակդ, հա, միգուցե Սեդրակի, Միսակի, Աբեդնագովի նման կրակի մեջ ես, հավատա, որ Տերը քո հետ է այդ կրակի մեջ, եթե Դանիելի նման առյուծի գուբում ես, առյուծներ են կողքդ, քեզ թվում է հեսա կհոշոտեն, որևէ իրավիճակ, պատկերացա, որ կարող է քեզ այդ կարգավիճակը հոշոտի ու քեզ ոչնչացնի, Հիսուս կփակի այդ առյուծների բերանները, քեզ ոչինչ չի մոտենա, միայն հավատա, ամեն։ Մի Ղուկասը մի խոսք է ասում, որը մի քիչ անհանգստացնող է, Ղուկաս 18:8 համար ասում է, սակայն մարդի որդին գալուց, արդյոք հավատք կգտնի երկրի վրա, ուրեմն ինչքան դիֆիցիտ է լինելու այս մեր ժամանակներում ճշմարիտ կենդանարար հավատքը, որ առաքյալը ասում է, երբ որ նա վերադառնա, արդյոք հավատք կգտնի, հիշեք մի կարևոր բան, որտեղ հավատք չկա,
այդտեղ Աստված չկա։ Մի հատ պայման կա Աստծո եւ մարդու միջև, հավատա կտամ։ Աստված նույնիսկ գիտեք, երբ որ մենք ապաշխարում զղջում ենք հավատքով եւ մենք խնդրում ենք նրան, որ մեզ օգնի ու հելնենք այդ կարգավիճակներից, Աստված մեր հավատքի պատճառով լսում է եւ օգնում է եւ զորացնում է մեզ տվյալ իրավիճակների մեջ։ Դրա համար մենք պետք է սովորենք մի կարևոր բան. եթե Հիսուս գա իմ մեջ, հավատք կգտնի։ Արդյոք ես իմ ամեն օրը ապրում եմ հավատքի վրա հիմնված, որովհետև այնտեղ առաքյալը ինչ ասում է, երանի նրան, Հիսուս ասում, ասում է երանի նրան, ով իր տուն դուք պատկերացեք հավատքը կշինի ժայռի վրա, ժայռը ով է, Հիսուս, հավատքը թող հաստատվա, 1000 միլիոնավոր հավատքներ կա, եւ սա սուտ են ու կործանարար, ես խոսում եմ մի կենթանի հավատք, որը Քրիստոս Հիսուս Աստված է, միայն նա է ճշմարիտ Աստվածը, եւ ուրիշ հավատքները, կա վախի հավատ, կա սնահավատություն, կա տարբեր հավատքներ, Բուդա, կամ մույսը, սրանք սաղին ոտերի տակ զիբիլ են, ոչինչ են, են որ մարդիկ կան ասում են, ես հարգում եմ ուրիշի հավատքը, ես չեմ հարգում ոչ մեկի հավատքը, ու չեմ է հարգելու, թող իրանք հարգեն իմ Տիրոջը, որտեղ միակ հավատքը Քրիստոս Աստված է, միակ հավատքը Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին է։ Հասկանում եք Աստծո ժողովուրդ, դրա համար մենք պետք է պայքարենք ու պատերազմենք այս հավատքի համար, որտեղ այս հավատքն է, որ քեզ երկինք է տանելու, այս հավատքն է, որ դու կբժշկվես, այս հավատքն է, որ քո կարգավիճակը կփոխի Տերը, ուրիշ հավատք, դրանք բոլորը կախարդություններ են Աստծուց չեն, մերժեք, սնահավատությունը իմ հայ ազգի մեջ ավելի շատ է, քան Քրիստոս Հիսուս պաշտելը, մտնում ես այնտեղ նալը դռան վրա, աչքի ուլունքները պատերի վրա ու իրանք անիծված ապրում են։ Անցած օրը այդ մասին էինք խոսում։ Սրանք կախարդություններ են, սրանք Աստծուց չեն։ Միակ հավատքը Հիսուսն է։ Հավատաս Հիսուսին, կապրես դու ու քո տունը։ Ամեն։ Աստծո ժողովուրդ, հավատքը պահանջում է ապավինել Սուրբ Հոգուն։ Այսօր մենակ չենք, Սուրբ Հոգին մեր մեջ է բնակվում, ապավինել Սուրբ Հոգուն։ Հետևողական լինել գործողություններին, այսինքն եկեղեցի հաճախել, խոսքը ընթերցել, Աստծո հետ անդադար հաղորդակցություն ունենալ։ Անցած օրը տղաներից ով էր ինձ հարցրեց, ասեց, այդ որ ասում եք անդադար աղոթել, Աստծո հետ հաղորդակցվել, դա որն է, դա սա է։ Ավտոյի մեջ կլինես, պարկած կլինես, հաց ուտելուց կլինես, խոսա Տիրոջ հետ, նրա հետ հաղորդակցվի։ Եվ խոստանում եմ ձեզ, այս մանրուկների մեջ ավելի շատ կճաշակես Տիրոջ ներկայությունը։ Քեզ թվում անպայման պիտի հենց ստեղ նստես, այո, Տերը ստեղ է, որտեվ ասեց 2-3 հոգի ձեր մեջ եմ, բայց նաև քո մեջ է։ Չէ որ դու Սուրբ Հոգու տաճար ես, մենակ ես, պարզապես նրա հետ անկեղծացիր, խոսա քո թերությունների մասին, անկեղծ բացվիր նրա առաջ, ինչն է քեզ ցավացնում, ինչն է քեզ ուրախացնում, կիսվի նրա հետ, նա մեկն է, որ խոստանող բերող չի, նա մեկն է, որ քո ցավը ու քո վիշտը կբժշկի, նա մեկն է, որ քեզի քո այդ կրակի վրա բենզին չի լցնի, հա, որ ընկերուդ տեսած ոնց էդի քեզը տենց բառ ասել, արի ասեմ ինչ ասա, նա տենց բաներ չի անի, նա այդ քո կրակը, այդ վրդոված կրակը, բարկությունը կմարի իր խաղաղությամբ, իր ներկայությամբ եւ քո մեջ կբերի սրբության սկզբունքներ, որը հավիտենական է։ Հիշեք, սրբերը գնալով սրբվելու են։ Ամեն։ Հավատքով դու կարող ես այսօր էլ ճաշակել ու ապրել Տիրոջ հետ։ Քարոզը շատ երկար է, բայց այսքան չեմ ուզում խոսամ։ Մենակ մի բան ասեմ, որ Հիսուս մի կարևոր բառ էր ասում, այս պատմությունով կանք կառնեմ, արձանագրված է 4 հոգու մասին, որ այս խոսքերը ասաց, ասում էր գնա, թող քո հավատքի չափ քեզ լինի։
Այսօր ամեն մեկս գնալու ենք մեր հավատքի չափ։ Ինչ հավատքով եկել ենք, այդ հավատքի չափ մենք ստեղից ելնելու ենք։ Գիտեք, այդ խոսքը ասեց կհիշեք, այն Նարդոսի յուղ ունեցող են կնոջ են, ոչ բարի վարք ունեցող կնոջը, անառակ կին էր, եկել էր եւ իր ամենաթանկարժեք, թողեք մեր լեզվով ասեմ, դուխին, այսպես ասեմ, լցնում էր Հիսուսի ու գիտեք նա նայեց ու ասեց ով կին, այս ինչ հավատք էր, Հիսուսին զարմացրեց, հետաքրքիր ամենամեղավոր մարդկանց հետ էր Հիսուս գործում ու փրկում, Հիսուսին զարմացրեց այս կնոջ հավատքը ու ասեց կին, գնա թող քո հավատքի չափ քեզ լինի, այդ 10 բորոտներից մեկը որ եկավ, Հիսուսը զարմացավ, պետք է ասենք Աստված զարմանա հավատքի վրա ու ասաց գնա թող քո հավատքի չափ քեզ լինի, ինչքան գեղեցիկ է որ Աստված մեզ այս խոսքերը ասի, որ տենա կա ու դրա հիման վրա ասի գնա թող լինի քեզ դա։ Այն 12 տարի տառապող են կինը հիշում եք արունահոսող կինը 12 տարի իր փողերը ծախսել էր ամեն բժիշկների վրա, ամեն տեսակ բաներ փորձել էր, դարձյալ արունահոսում էր, լավ չէր առողջականը, դուք պատկերացեք ինչքան վատ էր նա, եւ հանկարծ, որ նույնիսկ գիտեր կարող է, եթե իմանան նման կին մոտենա տղամարդու շորից բռնի, իրանք կքարկոծեին, կսպանեին, բայց ինքը իր հավատքը այնքան ուժեղ էր, որ օրենքին դեմ գնաց ու գնաց հավատքի քայլ արեց, ասեց մի հատ բռնեմ Հիսուսի շորից, Հիսուս այնտեղ ասեց մի հատ բռնեմ, բավական է, ես կբժշկվեմ, այտենց էլ եղավ, Հիսուս ասեց, ես ինչ զորություն հելավի մեջից, ու կնոջը գիտեք ինչ ասեց, ով կին ես ինչ հավատք էր, ասաց գնա թող քո հավատքի չափ քեզ լինի, կինը իսկույն արունահոսությունը կանգնեց ու բժշկվեց։ Կույր Բարթեմեոսը, կույր մարդը, հիշում եք Հիսուս ինչ ասաց, նրա հավատքը տեսավ, ասեց գնա թող քո հավատքի չափ քեզ լինի, բժշկվեց կատարյալ աչքերը բացվեց կուրությունից։ Լսեք ինչ եմ ասում ժողովուրդ, պայքարենք ու պատերազմենք հավատքի համար, մի նայեք ձեր մարմնի տկարությունները, մի նայեք ձեր մեղքերին, որը փոթորիկն ու այդ քամիներն են, որ մեզ անդադ մեր նավակը այս կողմից այն կողմ են տանում, որովհետև նայում եմ, ես երեք սուտ խոսացի, մոռացի ինչ հավատքի մասին է խոսքը, ես էլ ոչ էլ կաղոթեմ, մեր մեղքի գինը վճարել է նա, սա չի տալիս մեզ իրավունք մեղք գործենք գիտակցաբար, բայց Հիսուսն է վճարել, մենք չենք կարող բան անել, որ փրկվել, քանի դեռ այս մարմնի մեջ ենք, մենք պիտի պայքարենք ու պատերազմենք, սրբության մեջ ապրենք, բայց իրականում մենք հասկանում ենք, սրա գինը Հիսուս է վճարել, ինձ մնում է մի բան, հավատքով Հիսուսիս հետևեմ, եթե ընկնեմ, Եթե ընկնեմ, ինձ բարձրացնող կա, եթե տկարանամ, ինձ զորացնող կա, եթե թուլանամ, իմ ձեռքերը վեր բարձրացնող կա, եթե ես որևէ սայթակեմ, նա խոստացավ երբեք ինձ չի թողելու, իսկ հիմա ոտքի վրա եկեք հաղորդություն ենք ընդունելու, ապաշխարեք անհավատության և կասկածների համար, ապաշխարեք ամեն մեղքերի համար, եթե կարելի է ծառայողները առջև գան,